ամերիկյան համալսարանում այբական մթնոլորտ էր։ Արժեքահեն կրթություն ուսուցչական համաժողովն առաջին անգամ է Հայաստանում կազմակերպվում։ Մեկ հարկի տակ են ուսուցիչներ Արցախից, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր մարզերից։ Նրանք որոշել են պետք է երկուշաբթի նոր ու հետաքրքիր պատասխաններով մտնեն դպրոց։ Գյումրիի Պարատուս ուսումնական կենտրոնի տնօրեն Սյուզաննա Ավետիսյանն այբի հետ նախկինում ունեցած համագործակցությունն աչքի առաջ ունենալով մասնակցում է համաժողովին։ Սպասումները մեծ են։ Արժեքահեն կրթությունը մեր ժամանակների ամենաանհրաժեշտ ուղղություններից է, եւ ես համաժողովից ակնկալում եմ սովորել հասկանալ նոր մոդելներ, որը կիրառելու դեպքում հնարավոր կլինի արժեքները սերմանել երեխաների մեջ եւ դարձնել կրթական գործընթացի բնական մաս։ Կարեն Մելիքյանն էլ Գեղարքունիքից է եկել, մեծ զրույցում շտապում էր։ Համաժողովի ընթացքում կազմակերպվող առանձին աշխատարանի մեկնարկին մնացել էր 7 րոպե, ուշանալ չէր ուզում, հետաքրքիր է ասում է։ Հնչած մտքերը կարծում եմ արժեքների վրա հիմնված ուսումնառության իրականացումը հենց կարևոր գաղափարն էր, որը պետք է մեր հետ տանենք դպրոց ու դպրոցում կրթությունը կազմակերպենք հենց արժեքների վրա հիմնված։ Ինչպես է կրթությունը ձևավորում մարդու արժեքն ու նոր սերնդի ապագան։ Այս հարցի շուրջ մտածելու համար է այբ հիմնադրամը համախմբել Հայաստանի եւ աշխարհի առաջատար մանկավարժներին, կրթական փորձագետներին ու առաջնորդներին։ Համաժողովի 2 օրերին հայ ուսուցիչները հնարավորություն ունեն փորձը փոխանակել միջազգային որակավորում ունեցող մասնագետների հետ։ Այստեղ են Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչներ։ Նրանցից Ստիվ Քինգը առաջին անգամ չէ Երևանում։ Ասում է, կրթական արժեքները ձևավորում են պետությունների հասարակությունը, ինչը կարելի եւ պետք է ժամանակ առ ժամանակ բարեփոխել։ Հայաստան գալու իմ նպատակը իմ սեփական փիլիսոփայությունը, իմ արժեքները կամ Քեմբրիջի արժեքներն ու փիլիսոփայությունը տարածելը կամ ներկայացնելը չէ։ Իհարկե ես կկիսվեմ դրանցով եւ կարծում եմ դրանք որոշ առումներով նման են գործընկերների, օրինակ IB հիմնադրամի արժեքներին, բայց ես այստեղ եմ հիմնականում սովորելու, հասկանալու, թե որոնք են հայկական կրթական համակարգի ուժեղ արժեքները։ Համաժողովին մասնակցում են նաև Մոլդովայից ու Վրաստանից հրավիրված կրթական առաջնորդներ։ Հիմա աշակերտների հարցերը փոխվել են։ Ուսուցիչների մոտեցումները պետք է համապատասխանեն այդ հարցերին։ Օրինակ ասում են, ինչու ժամանակ ծախսել կրթվելու համար։ Կարևոր է կամ պետք է պատասխանները չեն բավարարում նրանց, ասում է Արամ Փախչանյանը։ Երեխաները ամեն ինչ տեսնում են, իրենք արդեն մանկամիտ չեն այնքան ինչպես մենք էինք ժամանակին։ Իրենք ուզում են հասկանալ եւ իմանալ իրենց ժամանակը ինչի համար է դպրոցում ծախսվում։ Իրենք չեն ուզում դպրոցում իրենց բանտում զգալ։ Իրենք ուզում են, չեն ուզում որ գան դպրոց, որովհետև պիտի փողոցում չլինեն այդ ժամերին։ Իրենք ուզում են իմաստավորված անցկացնել ժամանակը դպրոցում եւ հարցեր են տալիս։ Եվ ես խոսում եմ իհարկե այն խելացի երեխաների մասին, բայց կան նրանք, որ չեն էլ հասկանում, թե իրենք ինչ են ուզում։ Եվ դա էլ ավելի վատ վիճակ է, էլ ավելի բացիթողի վիճակ է, երբ որ երեխան ընդհանրապես չգիտակցում ով է նա, ինչն է իր համար կարևոր, ինչ է ուզում անել կյանքում, որն են իր կյանքի նպատակները։ Մենք վերափոխում ենք Հայաստանը կրթությամբ։ Համաժողովի կարգախոսն է։ Արամ Փախչանյանի խոսքով կրթության հիմքը արժեքներ սերմանելն է։ Աշակերտի երազանքը թանկարժեք մեքենա ունենալը չպետք է լինի։ Մենք ունենալու ենք դպրոց ավարտող երեխաներ, որոնք միակ երազանքը Բենտլի ունենալն է։ Եվ իր ամբողջ ճանապարհը գնալու է դեպի այդ Բենտլի ունենալու երազանքով։ Եվ որտեղ է հասնելու բնականաբար կոտրված տաշտակին, որտեղ անգամ եթե վիզ դնի այդ Բենտլին ունենա, Բենտլին կնստի եւ այդ պահին կհասկանա, որ իր ամբողջ կյանքը անիմաստ է անցել։ Որ ինքը ոչինչ չի արել կյանքում, ոչ բանը ոչ մեկին օգուտ չի բերել, ոչ մի բան նվիրված չի եղել, չի ստեղծել արժեք։ Ստեղծել է գումար, դիզել է գումար եւ այդ գումարը վատնել է մի հատ երկաթի կտոր գնելու համար, որ մեջ պիտի նստեր եւ իրեն փառավորեր։ Փախչանյանը վստահ է, համաժողովն առաջինն է, բայց ոչ վերջինը։ Մանկավարժական, նորարարական կրթությամբ արժեքային կրթությունն առօրյա պետք է դառնա։ Սովորական երևույթ մեր հասարակության համար, համայնքին գաղտնիքներ ու բանալիներ փոխանցելու համար է համաժողովը։ Մենք հավատում ենք, որ կրթության ոլորտում անընդհատ պետք է վերապատրաստել եւ սովորել, եւ այդ պատճառով կազմակերպել ենք արդեն ուսուցչական համաժողովներ միայն IB շրջանակում, այժմ ուրախ եմ, որ հնարավորություն ենք ունեցել ընդլայնել այդ համագործակցությունը։ Համաժողովին մասնակից հայ մանկավարժները երկուշաբթի նոր ու հետաքրքիր պատասխաններով են մտնելու դպրոց, արդեն փորձի փոխանակում անցկացնելով ուսուցիչների եւ ինչու ոչ ծնողների հետ։ Կրթությունը պետք է արժեքներ սերմանի։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w.abcmedia.am պաշտոնական կայք։